որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը առաջինն է գրել իր Facebook-ում։ Ես գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը ունի բազմաթիվ տեղեկատվություն եւ մի մասը տալիս են համապատասխան գերատեսչությունների պաշտոն է, իսկ մի մասն էլ որոշ դեպքերում նույնիսկ ինձնից լավ մեր մարզում, մեր գյուղերում գիտի ինչա կատարում, որովհետեւ ակտիվ մեր ժողովուրդը նրան Facebook-յան էջով, նրա մեյլին տեղեկատվություններ են գրում եւ բավականին շատ ինֆորմացիա ունի եւ հիմնական մեծ մասն էլ ինֆորմացիայի մեր ժողովուրդն է նրան տալիս եւ չէ, լսեք, ես հարցին եմ պատասխանում եւ չգիտեմ թե վարչապետի ինֆորմացիան որտեղից է եղել, բայց ես գիտեմ, որ նրան ինֆորմացիաներ, տեղեկատվություններ տվողներ շատ կան թե պետական կառույցից, թե հենց մեր ժողովրդի մեջից։ Պարոն Մովսիսյան, ձեզ ՔՊ-ի կողմից հրահանգ տրվել է այսօր մասնակցել ստիպողաբար։ Իհարկե ոչ, ես արդեն ասացի, ես կատարել եմ իմ ընտրությունը, իսկ իմ ընտրությունը դա ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ կատարել եմ իմ ընտրությունը եւ գնալու եմ հայ առաքելական եկեղեցին ազատագրելու ճանապարհով եւ այսօր այստեղ եմ ոչ միայն Կիրակ Նորիա պատարագին, այլ նաեւ ի աջակցություն Տեր Արամին։ Ժողովուրդ ասում է, բա այս իշխանություններից երբ ենք մեր երկիրը ազատագրելու։ Ես չհասկացա ձեր հարցը, որովհետև երկուսին միաժամանակ եք խոսում։ Դուք հարց եք տվել, դուք չեք տվել լսում եմ։ Որ հանցը Կիրակ Նորիա պատարագին, պարոն Մովսիսյան։ Եթե նկատել եք, ես չեմ շեղվում մեր պայմանավորվածությունից, բայց կներեք ձեր հարցը չլսեցի, որովհետև Որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ մասնակցում եք ամեն Կիրակի պատարագին։ ոչ ամեն Կիրակի չեմ մասնակցում, այսօր եմ ամեն Կիրակի չեմ մասնակցում, բայց ամսվա մեջ մի քանի անգամ եթե ստացվում է մասնակցում եմ, իսկ այսօր մասնակցում եմ, որովհետև թե Տեր Արամը տեղեկացրել է, որ այսօր պատարագ է լինելու եւ ես ասեցի, որ արդեն ոչ միայն պատարագի եմ մասնակցում, այլև ի աջակցություն։ Ես մի ճշտում ունեմ անելու։ Ասացիք, որ ովքեր որ կարգալույց արվեն, դուք կկանգնեք նրանց կողքին։ Այո, այդպեսի Ոչ, նման բան չասեցի ես ասեցի, ես ոչ թե մեր մարզումը, մեր Օհանավան գյուղում է, դրա համար եմ այսօր այստեղ, այլ Հայաստանի Հանրապետության ցանկացած կետում կլինեմ, եթե մեր հոգևորականները վեր կանգնեն իրենց վախերից եւ բարձրաձայնեն այն առատավոր երևույթները, որը որ առատավորում է մեր առաքելական Սուրբ եկեղեցին։ Բա որ քահանաներին տարել էին ժամերով, դուք հարց տվել եք արդեն ինչու այդ ժամանակ դուք հարց տվել եք, ես ժողովուրդ ջան, ես նոր հարցի կպատասխանեմ, եթե նոր մարդ կա տվող, եթե չէ, ես բոլորիդ ցանկանում եմ լավ օր, որովհետև Ստեփան, որոնք մնում են, օրինակ դուք ասում եք այստեղ բազմաթիվ մարդիկ հավաքվել են իրենց աջակցությունը եւ նշում է որ համայնքը զորավոր է, բայց երբ նույն համայնքը օրինակ Սյունիքում սենց անենք, դուք էլ եք հարց տվել, եկեք սենց անենք, 3 վերջին հարց, 3 հարց, եթե կան նոր հարց տվողներ։ Նարեկի հարցին պատասխանեք, եթե չկա, ես հարցում եմ, լսում եմ, ասում է որ համայնքը զորավոր է, դուք էլ նշում եք որ բազմաթիվ քաղաքացիներ, հա, բայց նույն տրամաբանության երբ նույն համայնքը զորավոր էր Սյունիքում, հիշում եք ինձ այդ Սյունյաց ողջույնը է, ասում Նիկոլ Փաշինյանի դիմավորում էին, ամբողջ համակարգ իրավաբանների ջարդելով, շշելով այդ մարդկանց բերման ենթարկեցին, այդ ժամանակ եւ այսօր այս համեմատականները ձեզ համար ո՞նց է, որ մի դեպքում համայնքը զորավոր չէ, այս դեպքում զորավոր։ Եվ դրացում որպես այդպեսին, որ ասում եք այստեղ հավաքվում են, հենց այս պահին Մայրաթորում հազարավոր քաղաքացիներ հավաքվում են ի աջակցություն Մայրաթորի հոգևորական։ Երկուսին խնդրեմ պատասխանեք։ Երկու հարց եղավ, կպատասխանեմ առաջին հարցին։ Սյունիքի դեպքերը ես շատ լավ հիշում եմ, ես ազգային ժողովի պատգամավոր էի այդ ժամանակ։ Սյունիքի դեպքերը որոշ սրիկաների կողմից կազմակերպված դեպքեր եւ այդ կազմակերպված սադրանքը պարզ դարձավ, հենց կոտրվեց այդ ամեն ինչը հենց այն ժամանակ, երբ որ Պարոն վարչապետը գնաց եւ սյունեցիները շատ ջերմ ընդունեցին իրենց եւ այն մարդիկ ովքեր որ փողով կազմակերպված սադրել էին չկարողացան հասնել իրենց նպատակին, նույնիսկ ես հիշում եմ ազգային ժողովը այն ժամանակ ես հարցազրույց եմ տվել եւ ասել եմ որ եթե ես էլ ցանկանայի այլ մարդ գար մեր մարզ կարող էի 4-5 հոգի 6 հոգի կազմակերպեի եւ նման տգեղ չնայած դա իմ դաստիարակությունը թույլ չէր տա, բայց նման երևույթ կարելի էր կազմակերպել եւ
Սյունիքի մասով այդքանը կարող եմ ասել, իսկ հաջորդ հարցի հետ կապված արդեն երկրորդ հարցնա չեմ պատասխանի։ Պարոն Օվսիսյան, դուք նույնպես նշեցիք տարածող տեղեկությունները կաթողիկոսի հետ կապված, ուզում եմ հասկանալ, արդյոք դուք ունեք փաստեր կամ եթե կան փաստեր, արդյոք դուք ծանոթացել եք դրանց։ Ոչ մի փաստի ծանոթ չեմ, բայց եթե արված է երկար ժամանակ, հարց է բարձրացած, եւ եթե հարցին չեն հերքում, չեն ասում, որ չի համապատասխանում իրականությանը, որոշ ժամանակ հետո դու կարողանում ես ենթադրություն անել, որ դա իրողություն է։ Այդ տրամաբանությամբ եմ ես հիմա իմ կարծիքներն ասում, իսկ որպես այդպիսին փաստ ես չունեմ։